Կառավարությունն այս ծրագիրը ներկայացնում է որպես երկարսպասված բարեփոխում, սակայն հրապարակված պայմաններն ու մեխանիզմները մի շարք լուրջ հարցեր են առաջացնում։ Անհատ ձեռներեցներ, մեկ անգամյա վճարում 12 ամսվա համար։ Խնդրահարույց է անհատ ձեռներեցների կարգավիճակը։ Եթե ԱՁ-ն ունի 2.400.001 դրամ եւ ավելի շրջանառություն, նա պարտավոր է մինչեւ 2026 թվականի ապրիլի 20-ը ներկայացնել հաշվետվություն եւ նույն պահին վճարել ապահովագրավճարը միանգամից ամբողջ տարվա համար։ Ավտոմատ փոխհատուցում առանց ընտրության իրավունքի։ Պաշտոնական պարզաբանումների համաձայն ապահովագրավճարի փոխհատուցումն իրականացվելու է ավտոմատ եղանակով։ Այսինքն քաղաքացին չունի ընտրության հնարավորություն ոչ ապահովագրողի, ոչ փաթեթի, ոչ էլ ծառայությունների ծավալի հարցում։ Միակ բացառությունը սոցիալական փաթեթի շահառուներն են, որոնք պետք է դիմում ներկայացնեն։ Մնացած քաղաքացիների համար համակարգը գործելու է լուռ համաձայնության սկզբունքով։ Գործազուրկները պարտավոր են վճարել։ Համակարգի առավել վիճահարույց կետերից մեկն այն է, որ ապահովագրության համակարգում ներառված քաղաքացու գործազուրկ դառնալը նրան չի ազատում վճարելու պարտավորությունից։ Ըստ գործող կանոնների մեկ անգամ համակարգ մուտք գործելուց հետո անձը մնում է այնտեղ առնվազն 12 ամիս, անկախ իր ֆինանսական վիճակի փոփոխությունից։ Չես վճարում, զրկվում ես ծառայությունից։ Ապահովագրավճարը չվճարելու դեպքում որևէ այլ ընտրանքային մեխանիզմ չի առաջարկվում, պարզապես կասեցվում է ապահովագրական փաթեթը։